Եվրոպական խորհրդարանն այս շաբաթ լիագումար նիստում կքննարկի Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը։ Ադրբեջանի կողմից հայերի ապօրինի կալանավորումներն, այդ թվում բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների կեղծ դատավարությունները խորագրով քննարկումները տեղի կունենան վաղը, իսկ հրատապ բանաձևի քվեարկությունը նախատեսված է մարտի 13-ին։ Ադրբեջանի արտգործնախարարն իր Ղազախ գործընկերոջ հետ հանդիպմանը դարձյալ թվարկել է, թե ինչն է ըստ Բաքվի խանգարում հայ-ադրբեջանական կարգավորմանը։ Հայաստանի սահմանադրության շրջանակներում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը, Հայաստանի սպառազինումը եւ ռևանշիզմի միտումը շարունակում են մնալ խաղաղ գործընթացի ամենամեծ խոչընդոտը, ասել է Ջեյհուն Բայրամովը։ Հայաստանի արտգործնախարարն իր հերթին երեկ հայտարարել էր, թե Երևանի կառուցողական մոտեցումները լիովին չեն փոխադարձվում Բաքվի կողմից։ Սիրիայում տեղի ունեցած արյունալի բախումների հետևանքով տուժած Հայաստանի քաղաքացիներ չկան, հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Օրերս Հալեպում լույս տեսնող Գանձասար պարբերականը տեղեկացրել էր, որ Լաթաքիայի մուտքի մոտ 2 հայեր են կրակոցի զոհ դարձել։ Հայաստանի արտաքին գերատեսչությունն այս հրապարակմանը չի անդրադարձել։ Մոսկվան ու Կիևը հաղորդում են անօդաչուների զանգվածային հարձակումների մասին։ Ռուսաստանում, այդ թվում մայրաքաղաք Մոսկվայում, մի քանի օդանավակայաններ են փակվել։ Այս հարձակումները նախորդում են այսօր Սաուդյան Արաբիայում խաղաղության շուրջ Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների բանակցություններին։ Իսկ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօրվա բանակցություններին ընդառաջ ըստ New York Times-ի ասել է, թե Ռուսաստանի հետ պատերազմին վերջ դնելու գործարքի շրջանակներում Ուկրաինան ստիպված կլինի տարածքային զիջումների գնալ։